Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երեկոյան Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, առանց հստակեցնելու, թե ինչ նպատակով են հանդիպում Պուտինն ու Ալիևը եւ որն է լինելու բանակցությունների թեման։ Ավելի վաղ ռուսական Իզվեստիա պարբերականը գրել էր, որ Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչեւ տարեվերջ եւ որ ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին։ Երեկ սակայն պաշտոնական Մոսկվան հերքել է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել։ Ուկրաինայի եւ Բելարուսի միջև սահմանը չի դառնա պատերազմի սահման, այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կիևում իր ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։ Լուկաշենկոն Կիևին, Մինսկին եւ Մոսկվային համագործակցության եւ փոխօգնության կոչ է արել։ Մասնավորապես Ուկրաինային առաջարկել է համատեղ մարդասիրական բեռնատարներ ուղարկել ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին։ Ուկրաինայի նախագահն իր հերթին Բելարուս պաշտոնակցի հետ բանակցությունները արդյունավետ եւ վստահելի է որակել։ Պորոշենկոն Բելարուսին առաջարկել է Ուկրաինայից էլեկտրաէներգիա գնել։ Լուկաշենկոյի այցը Կիև տեղի է ունենում բելարուսա-ռուսական համատեղ զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։ Զապադ 2017 զորավարժությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին, անհանգստություն են առաջացրել Ուկրաինայում, նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Լեհաստանի քաղաքներում աննախադեպ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ խորհրդարանի կողմից երեկ ընդունված դատավարական համակարգի բարեփոխումների մասին օրենքի, որով խորհրդարանը լրացուցիչ լծակներ է ստանում դատավորների նշանակման հարցում։ Վարշավայում հազարավոր մարդիկ նախագահական նստավայրի մոտ երկրի նախագահ Անդժեյ Դուդային կոչ են անում օգտվել վետոյի իրավունքից եւ կասեցնել երկրում ժողովրդավարության փլուզման գործընթացը։ Իշխող մեծամասնությունը մինչդեռ պնդում է, որ դատավարական բարեփոխումների նպատակն է դատավորներին ավելի արդյունավետ եւ հասարակության առաջ հաշվետու դարձնել։ Դատավարական այս բարեփոխումները կոշտ քննադատության է ենթարկել նաեւ Բրյուսելը, Եվրոպական միությունը այդ փոփոխությունները հակաժողովրդավարական է որակել եւ սպառնացել է դատի տալ Լեհաստանին։ Թուրքիայի սահմանի մոտ հունական Կոս կղզում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ըստ նախնական տվյալների մահացել է 2 տուժել մոտ 200 մարդ։ Նախնական տվյալներով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չկան, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Ամերիկյան Լինքին Պարք ռոք խմբի վոկալիստ Չեստեր Բենինգթոնը ինքնասպան է եղել 42-ամյա երաժիշտի կախված մարմինը հայտնաբերել են երեկ Լոս Անջելեսի իր առանձնատանը։ Աշխարհահռչակ ռոք խմբի մեներքիչը երկար տարիներ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլից կախվածության դեմ։ Հուլիսի 27-ին պետք է տեղի ունենար ռոք խմբի ամերիկյան շրջագայության առաջին համերգը։